Արարատյան խոհանոց, նորարարություններ, լավ տրամադրություն և ջերմ մթնոլորտ, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այս ամենը մենք ուզում ենք ձեզ փոխանցել իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Աֆրիկյանների Պանդոկ ռեստորանի խոհարար Աշոտ Մատինյանը։ Ողջ յուրնասոյ։ Ինչպես ես Աշոտ։ Շնորհակալություն դուք։ Լավ, տրամադրությունդ բարձր է։ Հոյակապ։ Եվ ինչ նորարարությունով ես ներկայացել մեր տաղավարը։ Այսօր փորձում ենք պատրաստել նրբաբլիթ, որի թերթիկները կազմված է հենց լյարդից տավարի։ Տավարի լյարդից պատրաստել ենք նրբաբլիթի թերթիկներ, այսինքն բլինչիկի լիստեր, այսպես ասած։ Եվ միջուկը ինչ պիտի լինի։ Եվ նույն տժվժիկն ենք պատրաստելու, լցնենք մեջը, տապակենք, մատուցենք։ Որպես նրբաբլիթ, որպես Աշոտ Մատինյանի կողմից։ Շնորհակալություն։ Շատ լավ, ինչ պիտի անենք։ Ես որևէ գործ կա, որ ես պիտի օգնեմ։ Փորձենք իրար օգնենք, սկզբից կտրատենք սոխը։ Տապակը տաքացնենք մի քիչ, չէ՞։ Մի քիչ տաքացնում ենք։ Աշոտ ջան, այս մտահղացումը ոնց է առաջացել քո մոտ։ Փորձեցի, ստացվեց։ Փորձեցի։ Ինժեներիս օգնությամբ փորձեցինք, ստացվեց։ Մտածեցիր, որ կարելի է այսպիսի բան պատրաստել եւ Ինչու ոչ։ Պատրաստելը փորձեցիր, իսկ ճաշակողները փորձել են։ Ճաշակողները փորձել են, համտեսել են, գնահատել են։ Սոխը ինչպես են կտրատում։ Տժվժիկի համար։ Պարակ-պարակ։ Կրակնել մանաներ ման։ Միշտ դու դա անես, ես փորձեմ սա կտրատեմ։ Եվ պիտի անպայման հորթի լյարդ լինի, հա, թե կարող են Կարող է լինել նաև գառան լյարդից, կարող է լինել խոզի, իհարկե խոզին համեղ չի ստացվելու։ Դե որ համեղ չի ստացվելու, ինչի պիտի միտքն է, որ փորձել ենք տավարից եւ ինքը իրականում շատ համեղ է ստացվել։ Եվ նորարարությունների նկատմամբ ինչ վերաբերմունք ունես դու, ինչ ես կարծում, խոհարարը պարբերաբար պիտի նորարարություններ, չէ՞, նորամուծություններ անի։ Դե եթե չլիներ, ուրեմն մինչև հիմա մենք մամոնտի միս էինք ուտելու։ Իսկ քո կարծիքով մամոնտի մսից ենք սկսել։ Դե եթե մեզ չեն կերել, ուրեմն մենք ենք կերել ժամանակին։ Շատ լավ։ Բուսական յուղ։ Սկզբից սոխն ենք տապակում, թե ենթամսամթերքը։ Ենթամասամթերքը։ Եվ վերջում սոխ։ Եվ վերջում սոխ։ Սա։ Իմ կարծիքով լավ տաքացնենք նոր, չէ՞։ Հա դեռ չի տաքացել։ Կարող ենք փորձել։ Կերակուրը ոնց կարող ենք մատուցել, որ ժամանակ, նախուտեստ որպես, թե որպես երկրորդ ուտեստ։ Որպես երկրորդ ուտեստ։ Կարելի է նույնիսկ սառը վիճակում իրան մատուցել, որովհետև բուսայուղով է լինելու։ Հա, բայց ենթամսամթերքը այնուամենայնիվ սառը մի քիչ համեղ։ Սառն անի սառնության, չէ։ Ընդհանրապես սեղանին դրված լինի, մարդիկ համտեսեն։ Շատ լավ, կփորձենք, եւ սառը կփորձենք, եւ տաք կփորձենք։ Շնորհակալություն։ Կան մարդիկ, ովքեր որ տժվժիկ պատրաստելուց առաջ լյարդը կամ ենթամասամթերքը խաշում են նոր են տապակում։ Ինչ կարծիք ես դրա մասին։ Ըստ իս համերը կկորի դրանից։ Կգործի, չէ՞։ Պետք է լավ լվանալ իր համայն արժեքները, որպեսզի մնա։ Այսինքն խաշելուց հետո մենք արդեն որոշակի կորուստ ունենք։ Միանշանակ։ Շատ լավ։ Սոխի ժամանակը չէ։ Ժամանակն է։ Համեմունքներից ինչ պիտի օգտագործենք։ Աղ սև բիբար։ Եվ վերջ։ Եվ վերջ։
աղ եւ սև պղպեղ։ Եվ ընդհանրապես մեր խոհանոցում ենթամսամաթերքներից այս կերակուրները որ պատրաստում ենք, քո կարծիքով բավականին տեսականի ունենք, թե կարելի է էլի զարգացնել։ Նկատի ունեք հայկական խոհանոց։ Այո, իհարկե, Ունենք, բավականին ունենք։ Ես ուզում եմ ասել, որ այս կերակուրը հենց կարող է լրացնել ենթամսամաթերքներից պատրաստվող եւս մեկ կերակուր կավելանա մեր խոհանոցում, դրա համար իհարկե շնորհակալ կլինենք մենք Աշոտին։ Ժամանակ է հարկավոր տապակելու համար։ Մի քանի րոպե։ Աշոտ ջան, տապակվեց, հա, ոնց որ տապակվեց արդեն սոխն ու Լյարդը։ լյարդը պատրաստեցինք տժվժիկ։ Հիմա ինչ ենք անելու։ Հիմա ավելացնելու ենք թարմ նախապես կտրտած Կանաչի խառը ես տեսնում եմ, հա։ Այո, խառը Սամի, թամքեղ եւ ռեհան, ասպրամ։ Ինչ ենք անելու հիմա։ Ոնց ենք փաթաթելու։ ավելացնելու ենք պատրաստի տժվժիկի մեջ։ Եվ մեր ունեցած լյարդի թերթիկներով փաթաթելու ենք ու վերջնական տապակենք։ Լյարդի այդ խրուսը ոնց ենք ստացել, որ թերթիկ պատրաստեցինք։ Ես սա փորձեցի իմ գոլեգաների հետ բլենդերով հարիչով հարել, ավելացնել ձու ու ալուր։ Մի քանի փորձից հետո ստացանք պատրաստի վիճակը։ Այսինքն լյարդ, ձու, ալյուր, աղ եւ պղպեղ։ Շատ լավ։ Շատ լավ։ Գնացինք։ Այսպես։ Եվ նորից պիտի տապակենք, չէ՞ դա։ Վերջնական տապակենք եւ մատուցենք։ Իհարկե մեր հեռուստադիտողներին խորհուրդ կտանք, որ կարող են նաև փոքր չափսերի վերցնել։ Փոքր եւ հնարավորինս բարակ ստանան իրանք թերթիկը, որպեսզի կարելի լինի իրան փաթաթել։ Մշակել, այո։ Նորարարությունը դեռ փորձարկումների շրջանում է, այսինքն մենք կարող ենք մեր իմպրովիզացիան ներդնել, որպեսզի ավելի նուրբ, քանզի այս կերակուրը վերջի վերջով կոչվում է նրբաբլիթ, բայց այս պահին մենք այնքան էլ նուրբ չստացանք, բայց ոչինչ, կարևորը միտքներ եւ ապրեզդուխ, խնդրեմ։ Այո, տաք է։ Սա մեզ արդեն պետք չի։ Խնդրեմ, իր այստեղ։ Թողում ենք մի քանի վայրկյան տապակվի ձեթը։ Եվ երկու կողմից թեթևակի տապակենք, հա։ Այո, վերջ։ Ու վերջ։ Որտեղ բոլորը նախապես արդեն պատրաստ է եփած վիճակը։ Բոլոր մթերքները պատրաստ են, շատ լավ։ Եվ մատուցելու ենք Մատուցենք կլորապսեյով, ըստ իս, որը կարելի է սարդարել բանջարեղենով, շատ լավ։ տարագույն։ Բարեկամներ, ինչ կպատրաստվի, կտապակվի, ես նորից հիշեցնեմ, որ պատրաստել էինք լյարդից թերթիկներ, լյարդը հարել էինք հարիչով, ավելացրել ձու, ալյուր, աղ, պղպեղ, այնուհետև տապակել թերթիկները, լյարդից պատրաստեցինք տաշվժիկ, տապակեցինք թեթևակի լյարդը, այնուհետև սոխ ավելացրինք, համեմեցինք աղով պղպեղով և խառը կանաչիով,
եւ լցոնը իրական տժվժիկը արդեն լցոնեցինք թերթիկների մեջ եւ փաթաթեցինք։ Նորից պիտի կրկնեմ, որ դուք կարող եք ընտրել փոքր չափերի եւ թերթիկը եւ լցոնը քիչ լցնել, որպեսզի ավելի հարմար լինի։ Կարծում եմ վստահորեն այս կերակուրը կարող է զարդարել ձեր տոնական սեղանը։ Լավ է, միայն չափերի մեջ մենք պիտի մի քիչ չափավոր լինենք, չափերի մեջ չափավոր լինենք։ Այո։ Վերցնենք։ Այս տեսքն էր, որ մենք աշխատում ենք պահպանել, մի քիչ խառը տեսք ստացվեց, բայց այնուամենայնիվ մտահղացումը կարելի է մշակել։ Աշոտ ջան, եթե դու ունես ցանկություն, որ պետք է հաղորդենք մեր հեռուստադիտողներին, խնդրեմ, կարող ես քո առաջարկները։ Շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկներին միավորակի կապակցությամբ, ցանկանում առողջություն, ծաղիկներ եւ ժպիտ։ Ապրես դու։ Բարեկամներ, ծաղիկների եւ ժպիտի մասին չմոռանաք, հատկապես այս ամիսը։ Ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Աշոտին, որ իր մտահղացումը չզլացավ եւ ներկայացրեց մեզ, ցանկանանք, որ շարունակի այդպես ստեղծագործել, կարծում եմ դրանից կշահի եւ ինքը եւ մեր ազգային խոհանոց։ Շնորհակալություն Աշոտ ջան։ Շնորհակալություն ձեզ։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը հարկավոր է մատուցել 65-70 աշճան ջերմությամբ եւ ճաշակել կարմիր անապակ գինով։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ, որ լինեք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար, չզլանանք այս միամսյակին շնորհավորել մեր կանանց, դուստրերին եւ մայրերին եւ ինչպես Աշոտն է ասում, ծաղիկներ եւ ժպիտ նվիրենք։ Մի քիչ ունենանք համբերություն, քանզի եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Լյարդի նրբաբլիթ, լյարդի հյուսը նրբաբլիթի համար։ Լյարդ 150 գրամ, ձու 2 հատ, ալյուր 1 ճաշի գդալ, աղ, պղպեղ։ Միջուկը լյարդ 200 գրամ, սող 80 գրամ, կանաչի աղ, պղպեղ, ձեթ 30 մգ։ Բարի ախորժակ։